Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը դարձել է Երևանի քաղաքապետարանի առաջնահերթությունը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով այսուհետև բոլոր հիմնական հաշվետվությունները քաղաքային ղեկավարության մակարդակով պետք է առաջին հերթին վերաբերվեն հենց այդ նախագծի ընթացքին, մինչև իրական շինարարության մեկնարկը։ Ավինյանն ընդգծել է, որ ծրագիրը դիտարկվում է որպես քաղաքի զարգացման առանցքային ուղղություն։ Այն մարդիկ, ովքեր որ բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ նաև եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք նաև կարելի ասել սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում։ Տրանսպորտային համակարգի վերաբերյալ նա նշել է, որ նախկինում ուղևորցի չվճարումը բացասաբար է ազդել նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման հնարավորությունների վրա։ Նրա խոսքով վերջին 2 շաբաթում հավաքագրված միջոցների հաշվին հնարավոր է դարձել ձեռք բերել մոտ նոր 8 ավտոբուս, իսկ առաջիկա շաբաթներին սպասվում է 45 նոր ավտոբուսի մատակարարում։ Ես ինքս անձամբ շաբաթական ռեժիմով, երբ որ պետք է գործընկերներին զանգահարել, նամակ գրել, գրություն ուղարկել, չգիտեմ, հոգնածնել, զզվացնել իրանց այս թեմայով, ես նույնպես դա իրականացնելու եմ։ Եվ այսուհետ շաբաթական ռեժիմով Տիկին Բաբայան ես ակնկալելու եմ, որ դուք զեկուցելու եք այն քայլերի մասին, որ նախորդ շաբաթվա ընթացքում մենք իրականացրել ենք, որպեսզի այս ծրագիրը եւս մի քայլ, 2 քայլ, 3 քայլ, 4 լոնգ առաջ գնա։ Եվ սա դառնալու է նորման մինչև այն պահը, երբ որ բուն իրական շինարարությունը մենք կսկսենք։ Նոբարաշենի սանհանգույցում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ էլ նշվել է, որ դեպքի հանգամանքները պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն։ Ըստ նախնական նկարագրությունների միջադեպը տեղի ունեցել տեխնիկական գործողությունների ժամանակ։ Երկուսի վիճակն է գնահատվում է կայուն ծանր, առավոտյան, բայց փոքր դերական դինամիկա կա, 15% ախտահարում ամաշկի եւ ձեռքերի եւ դեմքի շրջանում, կարևորը շնչառական օրգանները ախտահարված չեն, մաքուր են այս պահին, կայուն ծանր է գնահատվում, բայց դրական դինամիկայով։ Պարոն Կարոյան, պատճառների մասին նաև խոսել, որ հասկանամ ինչպես է այդպես ստացվել։ Պարոն քաղաքապետ, սանհանգույցի հատվածում գոյողագծի միջոցով բիոգազի, շմոնգազի կուտակում է տեղի ունեցել, որը որ հանդիսացել է այդ պայթյունի առաջացման հետևանքը առաջացել։ Քաղաքապետը Նոբարաշենի աղբավայրում տեղի ունեցած միջադեպը որակել է վտանգավոր եւ մտահոգիչ։ Նրա գնահատմամբ անհրաժեշտ է իրականացնել ամբողջական մոնիթորինգ եւ ուժեղացնել անվտանգության համակարգերը, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։ Իրականում աղբավայրում շատ մեծ ծավալի աշխատանք է արվել, դա տեսանելի է, դա շատ կոնկրետ է, բայց նմանատիպ դեպքերը վկայում են այն մասին, որ անվտանգության կանոնների հետ կապված դեռևս անելիք ունենք ու այդ անելիքները շատ են։ Հետևաբար խնդրում եմ սա ֆիքսենք որպես հանձնարարական, բոլոր համապատասխան հետազոտություններից հետո կլսենք ձեր առաջարկները։ Պես խնդրում եմ սա ֆիքսենք որպես հանձնարարական, բոլոր համապատասխան հետազոտություններից հետո կլսենք ձեր առաջարկները։ Քաղաքային իշխանությունն ուշադրություն է դարձրել նաև կրթական ու մշակութային ոլորտներին։ Ավինյանի խոսքով երաժշտական դպրոցների համար նոր գործիքների տրամադրումը երկար տարիների խնդիրների լուծման ուղղությամբ կարևոր քայլ է, իսկ նման ծրագրերը նախատեսվում է ընդլայնել նաև այլ հաստատություններում, ներառյալ գրադարաններն ու թանգարանները։ Նա նաև ընդգծել է ակտիվ քաղաքացի նախաձեռնության կարևորությունը, նշելով, որ բնակիչների մասնակցությունը քաղաքային գործընթացներին ոչ թե ծանրաբեռնում, այլ օգնում է քաղաքապետարանին ավելի արդյունավետ աշխատել։ Ակտիվ քաղաքացիներից մեկը, որ շնորհակալագիր էր ստանում, վերջում ինձ մոտեցավ եւ ասեց, իսկ ինձ թվում էր, որ դուք ավելի շատ տենց նյարդայնանում եւ բարկանում եք, երբ որ մենք շատ ենք հայտեր տալիս ակտիվ քաղաքացիով։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ վստահեցնել մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր որ ակտիվ քաղաքացիով հայտեր են տալիս, մենք միայն ուրախ ենք, որ դուք ակտիվ եք, մասնակցում եք քաղաքի կառավարմանը, մատնանշում եք այն խնդիրները, որոնք որ կան քաղաքում եւ մեծ սիրով եւ մեծ հաճույքով մենք էլ դրանք լուծում ենք եւ նաեւ ակնկալում ենք, որ դուք չնայած կարող է մարդիկ կան, ովքեր որ շատ ուրախ չեն, բայց ես շատ ուրախ եմ, խնդրում եմ մաքսիմալ ակտիվ եղեք։ Քաղաքապետի տեղեկացմամբ շտապ օգնության աշխատակիցներին էլ միանվագ կտրամադրվի 40,000 դրամ պարգևատրում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։